հայրենիք լույսն իմ մտքի երկն իմ սրտի իմ գեղանի սուրբ հողիդ գերված սարերիդ փարված ծաղկունքիդ բույրով խենթացած արփած Պարոն Քրդապետ, դասակ թվով 24 աշակերտ, որից բացակայում է 2 հարգելի պատճառով պատրաստ են նզրվա առարկայի դասի հասկացմանը։ Զեկուցող դասակի հրամանատար աշակերտուհի Գրիգորյան։ Ողջույն ձեզ։ Ողջույն, պարոն Քրդապետ։ Այժմ կատարում ենք Հայաստանի Հանրապետության օրհներգը 3-4 Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել ես տարեկան, յուր որդիկը ականչում են ազատ անկախ Հայաստան, յուր որդիկը ականչում են ազատ անկախ Հայաստան։ Հայրենի երկիր ձեր ու դերատի լույս ճանապարհի հույսով ստեղանի սերը իմ սրտի քեզ եմ ես տալիս Հոգսերդ շատ հույսդ մեծ քարքարոտ երկիր Երազիմ երկիր հայրենի Ունեմ ինժեներ կոնստրուկտորի խաղաղ մասնագիտություն Երբ տեղի ունեցավ երկրաշարժը ծանր վիճակ էր Նաև Արցախյան պատերազմը սկսվեց Ես ինքս ինձ հարց տվի Ով եթե ոչ ես Ավելի լավ է ես կնամ զոհվեմ մարտի դաշտում քան թե իմ աչքիս առաջ իմ ոսոխը թշնամի իսկ մտնի իմ սրբությունները սպեղծե Իմ սրբություններս հանդիսանում են իմ հայ ժողովուրդը, իմ ընտանիքը, իմ գերեզմաները, իմ ամեն ինչը։ Հենց այդ նկատառումներով ելնելով գնացել եմ, մտել եմ ազգային բանակ, կարելի ասել առաջին զինվորներից եմ եղել մեր ազգային բանակի եւ գործուղվել եմ Արցախ, մասնակցել եմ մայրական գործողությունների։ Ոչնչացրել եմ հակառակորդի 4 տանկ, 1 հետևակի մայրական մեքենա, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից արժանացել եմ 2-րդ աստիճանի մայրական խաչ կանշանի, դասավանդել եմ նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում որպես ավագ դասախոս, այժմ թոշակի եմ անցել եւ Գյումրու թիվ 27-րդ դպրոցում դասավանդում եմ նախնական զինվորական պատրաստություն առարկան։ Իմ պապերն են քեզ պահել, իմ եղբայրքն են քեզ շահել, քոնն եմ որդիկն իմ ջահել, հայրենի Իմ լավ զինվորներից մեկը արժանացել է ինձ նման նույն ձևի 3 տանկ խփելու համար նորից հանրապետության նախագահի կողմից նորից 2-րդ աստիճանի մայրական խաչ շքանշանով։ Շուլին ինձ հանգիստ չէր տալիս իրեն հարցերով, դասերից դուրս հարցնում էր, ես առանց զլանալու պատասխանում էի նրա հարցերին։ Այստեղ իհարկե միայն դաստիարակությունը նշան չունի, նշան ունի նաև իր ծնողներից եկած գեները, որը շատ կարևոր եմ համարում, եւ պարտադիր չէ որ անպայման մայրական խաչ ստանան որ հիշենք։ Ես նաև ունեմ այսօր այնպիսի լավ գերազանցիկ տղաներ, ազգանունը Ինասարիձե, բայց ինքը ազգությամբ հայ է կրվում, մոր հետ են ապրում, գերազանցիկ, օլիմպիադաների ակտիվ մասնակից, լավ երեխա, որոշել է ընդունվել Խամպերյանցի անվան ռազմական ինստիտուտ, նաև Մելքոնյան նգրդիչը, փառք ասում, մենք հայրենասիրությունն էլ ունենք,
Ենթարկվելիությունը ձեռք է բերվել 90-ականներին հիմնականում ջոգատներ էր, ազգային բանակ գոյություն չուներ։ Այսօր ես տեսնում եմ ազգի զարթոնք համախմբում եւ հրամանատարության ենթարկվելիություն ամենակարևորը։ Միանշանակ մեր բանակը հաղթանակած է, թող ոչ ոք չկասկածի դրանում։ Սպասիր ինձ եւ ես կգամ